Ռուսական պրոպագանդան ակտիվացրել է Արցախի հարցը։ Վերջին շրջանում կարելի է տարբեր ենթադրություններ անել, ինչու է դա արվում, ինչ հողի վրա է դա արվում։ Պետք է աջակցել այդ նախաձեռնությանը ռուսական, անգամ ադրբեջանական կողմից նոտայի արժանացան, թե ինչու եք այդ հարցը թարմացնում։ Ես ուզում եմ արդեն ձեր քաղաքական կողմնորոշմանը գալ այստեղ։ Մենք պետք է իրականացնենք եւ առաջատարը լինենք բոլոր այն հարցերում, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության ազգային շահի օրակարգից։ Երբ որ մենք Արցախի հարցը փակում դնում ենք, ինչու են ռուսները առաջարկում, ինչու են ես կարող եմ նաև հասկանալ ու ենթադրել, որ սա ինչ որ ազդեցության լծակներ են եւ ճնշումների լծակներ են տարբեր իրավիճակներում, ինչու ոչ նաև Ալիևի վրա, Ադրբեջանի, երբեմն այլ հարթություններում նույնպես, բայց ինչու սա էական չէ մեզ համար այն առումով, որ մենք պիտի որոշենք այդ մեզ պետք է թե ոչ եւ աջակցենք ու փորձենք անել այնպես, որ այդ հարցը մեզ համար աշխատի, մեր անելիքը դառնա, այլ ոչ թե դառնա գործիք որևէ տերության ձեռքում։ Ինչպես փորձ է անում մեր իշխանությունը ներկայացնել։ Հիմա Արցախի հարցը, որ մեր իշխանությունը փակել դրել է դարակում, ադրբեջանցիները բարձրացնում են Արևմտյան Ադրբեջանի հարցը։ Եվ հակազդում նորից չկա։ Դրանք ամենևին հակակշիռներ չեն, լրիվ տարբեր թեմաներ են, ես եւ դուք դա հրաշալի գիտենք։ Բայց երբ որ դու հերիք չի, դրան համարժեք թեմայից ես հրաժարվել, դա Սումգայիթի հայերի Բաքվի ջարդերի հարցն է, դա ես փակել, Արցախի ժողովրդի վերադարձի հարցն ես փակել։ Իսկ նրանք պահպանում են օրակարգում հարցեր, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ գործ ունեն։ Դու ուղղակի Հայաստանին դարձնում ես չտեսնված խոցելի, ծանրագույն վիճակում գտնվելու հնարավոր իրավիճակ, որ մեր երկիրը չկարողանա պաշտպանել սեփական շահերը։ Հիմա Ռուսաստանը, երբ որ դա բարձրաձայնում է, մենք պիտի հասկանանք, որ օտար որևէ երկիր, որևէ տերություն նմանատիպ հարցերից խոսելիս սեփական օրակարգ եւս ունի։ Մենք պիտի դատենք, արդյոք դա մեր օրակարգի հետ համահունչ է, թե ոչ։ Ես ցույց եմ տալիս, որ այո համահունչ է, որտեղ մենք չենք կարող, չպիտի որևէ դեպքում թույլ տանք մեզ հրաժարվել վերադարձի իրավունքից, որովհետև դրան հակակշիռ Ադրբեջանը անում է քայլեր եւ օրակարգեր է բերում, որոնց հետագայում հակազդելու ոչինչ չենք ունենա։ Ձեր այդ դիրքորոշումը համընկնում է ուժեղ Հայաստան կուսակցության կողմից։ Այո, ես հույս ունեմ, բնականաբար մենք տարբեր զրույցներ ենք ունենում։ Դուք չեք ել քննարկել, դուք այդ հարցի նկատմամբ։ Չէ, իհարկե, բնական է Արցախի։ Այո, բնական է, որ կա միասնական ընկալում եւ միասնական դիրքորոշում։ Այսինքն դա էլ է դրվելու Բաքվի առջև այդ խնդիրը։ Բաքվի, տեսեք, ես խոսեցի Հայաստանի Հանրապետության շահից։ Յուրաքանչյուր հարց, որ բխելու է Հայաստանի Հանրապետության շահից, տարբեր գալիս է ժամանակ, որ այդ շահը դուք եք սպասարկում եւ պետք է դրա համար եմ հարցնում։ Բաքվի առջև դնում եք այդ հարցը։ Արցախի ժողովրդի իրավունքի իրացման հարցը օրակարգում պիտի լինի։ Կդրվի, ինչպես կպաշտպանվի եւ ինչպես առաջ կմղվի, որ պարագայում ինչքանով եւ որքանով, սա այլ հարթության հարց է, բայց այն, որ այդ հարցը կա եւ պիտի լինի օրակարգում կախված Հայաստանի Հանրապետության ազգային շահերից, սա պիտի իրավիճակային քննարկման առարկա դառնա եւ դառնա մի ամբողջ խաղաղության օրակարգի նաեւ քննարկման երկխոսության մաս, որը պետք է ցույց տա, որքանով է դա համահունչ Հայաստանի Հանրապետության շահին հենց այդ փուլում, երբ որ դրանք տեղի ունենան։ Ռուսական կողմը, ասենք, հավաքական Մոսկվան, ունի այս ընտրություններում հստակ կողմնորոշում, ում է աջակցելու, ում հաղթանակը կցանկանար այս ընտրություններում։ Մենք չենք կարող չտեսնել, որ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ թե հայկական շահի սպասարկում է, այլ հակառուսական շահերի իրացում է Հայաստանում եւ եթե մենք դա տեսնում ենք, ապա ինչ ակնհայտորեն տեսնում են Մոսկվայում։ Ինչ նկատի ունեք հակառուսական շահերի։ Հայաստանը դարձնում են եւ աստիճանաբար իրենք չեն էլ թաքցնում Ռուսաստանի դեմ պլացդարմ, ինչպես դա արվել է տարբեր երկրներում, նաև Վրաստանում, այո, Եվրամիություն եւ Ամերիկան, նաև Վրաստանում են դա արել, փորձ արվել Ուկրաինայում։ Այսինքն, երբ որ մենք դառնում ենք այլ շահերի բախման կետ եւ այս պարագայում օգտագործվում ենք Եվրոպական միության եւ արևմտյան գործընկերների կողմից որպես հակառուսական պլատֆորմ, ապա դա չեն կարող չնկատել նաև ռուսները, որովհետեւ Եվրամիության հետ դեն կրման այս գործընթացները ինչ որ անհասկանալի ձևակերպումներ է, այս ամեն ինչը պիտի անհանգստություն առաջացնի, ինչը բնական է եւ նորմալ է։ Հետեւաբար այն ինչ անում է այսօր Հայաստանը, խնդիրներ է ստեղծում Ռուսաստանի համար հեռահար ճանապարհին իրենց։ Եվ այս առումով նաեւ այն գործողությունները, որ իրենք են անում, դրանով ցույց տալով մեր ժողովրդին, որ այդ ճանապարհը ունի ռիսկեր, սա ակնհայտ է։ Հիմա
որևէ ուժ, որ խելամիտ պիտի վարվի եւ պիտի այս գործողությունները համահունչ դարձնի Հայաստանի հայ ժողովրդի շահերին, սա ինձ համար գոնե ակնհայտ է եւ հետեւաբար ինչ են մտածում ռուսները ասել չեմ կարող, բայց ակնհայտ է, որ այնինչ անում է այսօրվա իշխանությունը հակասում է հայ ժողովրդի ԵԱՏՄ-ի գործունեության, տնտեսական շահերին եւ այն ռիսկերը պարունակում մեզ համար։ Հիմա սա տեսնում են Ռուսաստանում թե ոչ, ակնհայտորեն տեսնում են։ ԵԱՏՄ-ի շահերին մի քիչ վիճելի է ձեր ասածը, որովհետեւ Հայաստանը, ուզում եմ հասկանալ, ձեր պատկերացմամբ ունի իրավունք փոխել իր կախյալությունը մեկ բևեռից եւ հարաբերություններ հաստատել տարբեր երկրների հետ, նկատի ունեմ Չինաստան, Հնդկաստան, Արաբական աշխարհ, Եվրամիության երկրներ։ Ես ոչ թե նկատում եմ ԵԱՏՄ-ի շահերը ինչպես անում են ԵԱՏՄ մյուս անդամ երկրները, օրինակ ամենապայծառ օրինակը այստեղ Ղազախստանն է, որ հենց դա եմ ուզում ասել։ Իհարկե ունի, ոչ միայն ունի, այլև ինքնիշխան եւ անկախ պետության նաեւ առավելություններից հենց դա է, որ դու պիտի քո ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականությունը որոշես։ Ես հենց դա եմ ուզում ասել, որ արդյոք այդ որոշումը, երբ որ կայացվում է, կշռվում են բոլոր ռիսկերը եւ հենց իրական տնտեսական շահից է բխում, այլ ոչ թե այլ գերտեր, ես հասկանում եմ, բայց այն process-ները, որոնք գնում են, անհանգստություն են առաջացնում, որ ԵԱՏՄ-ի շուկայից Հայաստանը մտադու, իցեպետ հրապարակային ասում են, որ նման բան չկա, բայց տեսեք այսօր ինչ խնդիրներ է առաջանում հայ գործարարի համար արտահանումը դեպի Ռուսաստան կազմակերպելու մասով։ Այո, ցույց տալու, որ դու ձեր կախվածությունը շուկայից շատ բարձր է, հետեւաբար, երբ որ դու այդ քայլերին գնում ես, այո, դա քո որոշումն է եւ պիտի լինի։ Ընդհանրապես պիտի հաշվարկել ռիսկերը։ Եթե մենք պատրաստ ենք ու ի վիճակի կրելու այդ ռիսկերը, նախընտրական խաղակարգ է օգտագործում Ռուսաստանը։ Մի քիչ գեղեցիկ էլ չի։ Ես համարում եմ, որ ոչ միայն գեղեցիկ չի, այլև տեղին չի եւ դրանով փորձ անել շահարկել ընտրական նախընտրական վիճակը ընդունելի չէ, բայց փաստ է, որ նրանք այդ լծակները ունեն եւ երբ որ դու որպես պետություն անում ես հայտարարություններ եւ գործողություններ, պիտի հաշվարկած լինես։ Հայաստանը հակադիր լծակներ չունի, եթե ունի, պիտի օգտագործի։ Բայց դեպքում ինչի են անպաշտպան մնում եւ լարսում փոխադրողները այսպես կիլոմետրերով շարքանում։ Գազպրոմ Արմենիան ամբողջովին ռուսական իմպերիա է Հայաստանում։ Ընդունում եմ։ Եվ գիտես, որ այդպիսի կախվածություն ես կամ պիտի ժամանակին դիվերսիֆիկացնես, անես դա համահունչ քո պետական շահեր կամ չաներ, բայց շատ հարց կա, որ ասма արեմնել է այդքան լավ, եթե դուրս գալն է պրոբլեմա։ Առաջին հանդիպումը շատ արագ անցավ, ինձ ասում են անցել եք ժամանակը, ուզում եմ հարցնել ի վերջո, ինչու ընտրեցիք ուժեղ Հայաստանը։ Որպեսզի հունիսի 7-ին արդյոք այլ ուժերի ավելի լավ եք ճանաչում, որոնք մասնակցում են։ Այո, բայց ես տեսնում եմ, որ այս թիմում կա ներուժ վերականգնելու Հայաստանի կորցրած տնտեսական հզորությունները եւ ունենալու ել ավելին արտաքին քաղաքականության մեջ ես տեսնում եմ, որ նրանք արժանապատվության, ինչպես նաեւ մենք կողմնակիցնենք արժանապատիվ խաղաղության եւ գերիների հարցը, որը մեզ համար առաջնային է, նրանց օրակարգում առաջնայիններից է։ Շնորհակալ եմ։ Այսքանը։